մարդ, որ ասում են պարապ եմ, ես ուղղակի զարմանում եի, ոնց թե պարապ լինել հնարավոր չի, այդ ժամանակը ոսկի է, ես և գործել եմ, և նկարել եմ, և այդ գործերով եմ զբաղվել, տարբեր տեսակի բաներ եմ արել, որ իմ ժամանակը տեղի անտեղի չկորի, դրա համար են ասում ժամանակը ոսկի է։ Էլիկո, դուք ունեք հասակակից ընկերներ, ընկերուհիներ, շատ եք շփվում, ինչն է այսօր ամենաշատն անհանգստացնում հայ մարդուն, տարեց մարդուն։ Ես հիմա թոշակառու եմ, չեմ աշխատում, արդեն երկար տարիներ, ստանում եմ 50,000 թոշակ, վերջերս են ավելացրել, բայց քանի որ թոշակը ստանում եմ բանկամատից, անկանխիկ վճարումներ եմ կատարում խանութից, միայն սնունդ, ուրիշ բանի չի բավարարում, բայց հիշում եք առաջ գազը ինչքան էժան էր, 59 դրամ, մենք բոլորս աշխատեցինք օգտվել գազից, վառարաններ դնել, բաքսի դնել, որ վայել ձևով մարդուն ապրենք, ճիշտ է թե չէ, իսկ հիմա տակից չենք կարողանում դուրս գալ, հնարավոր չի, միայն գազը 30-40 հազար վերցնում է, իսկ որ այդքան ես մուծում կատարեմ, հետո ինչով եմ սնվելու, լավ կլինի, ուղղակի մի քիչ համբերել է պետք, համբերում ենք։ Տիկին Էլիկո, դուք ձեր տարիքից առնվազն 20 տարի երիտասարդ եք երևում, մենք ճանապարհին քայլում ենք միասին, տեսակ հարցրեցինք, համոզվեցիք, ո՞րն է գաղտնիքը, Ռեհանի մասին ասացիք, բացի դրանից։ Բացի դրանից ասեմ, ես քիմիական ոչինչ չեմ օգտագործել, ոչ դեմքիս, ոչ մի բան, օգտվել եմ բնական նյութերից, մազերս լվացել եմ ձվի դեղնուցով, որ հետաքրքիր է, չէ, դրա համար իմ մազերը առատ են, ամուր են, չի թափվում, արևի տակ շատ պետք չի մնալ, մաշկը փչանում է արևից, դաշտում երբ որ մարդիկ աշխատում են, զգում եք, չէ, գույնը ինչքան մուգ է, սևանում են, դե հետո որ դպրոցում եմ աշխատել, այն արևային ժամանակ դպրոցում եմ եղել, ժամերը շատ են եղել, և առավոտվանից մինչև երեկո պատկերացրեք շաբաթվա մեջ, որ ունենամ 37-36 ժամ, օրական ինչքան կլինի, ես աշխատել եմ Վահան Տերյանի անվան դպրոցում և ուզում եմ հիշատակել իմ ուսուցիչներին, որ նրանց միջոցով եմ ես լավ մարդ դարձել, բարիությունն է, որ մարդուն ստիպում է երիտասարդ մնալ, նախանձը փչացնում է մարդու արտաքինը, դեմքի միմիկաները, ժպտացեք միշտ, ժպիտը գեղեցկացնում է մարդուն, իհարկե մեր բնությունը մի այլ կարգի, ես չեմ պատկերացնում, շատ տեղեր եմ եղել, չէ, բայց մեր բնությունը ուրիշ է, բուժիչ բույսեր ունենք արտակարգ, տեսեք օրինակ Ռեհանի մասին հազվադեպ որ իմանան, բայց Ռեհանը բուժիչ բույս է, նույնիսկ ես Ռեհանից պատրաստում եմ օշարակ և ամբողջ ամառը օգտվում եմ, ձմռանը օգտվում ենք, հազի դիմաց շատ լավ է։ Տիկին Էլիկո, ինչպես են ձեր ընտանիքի անդամները վերաբերում ձեր հոբիին, ձեր աշխատանքին, նաև ստացվում ապրուստի միջոցն է, և որքան ժամանակ եք դուք ծաղիկների հետ անցկացնում օրվա մեջ։ Պատկերացրեք, ես անմոռաց ինձ նվիրում եմ աշխատանքին, որովհետև կարծես ներքին ձայնը ինձ հուշում է, որ դեռ շատ անելիք ունես, դեռ պիտի աշխատես, քո ժամանակը չի գնալ են աշխարհ։
երբ աղջիկս դեռ ամուսնացած չէր, դպրոցում էի աշխատում, բայց շտապում էի տուն, ավարտելուց հետո դասերը, շտապում էի տուն, որ գործը ավարտեմ։ Ծաղիկները հանկարծ որ պատոհանը բացվում էր ու քամի էր լինում, ամբողջ սեղանի վրայի ծաղիկները թափվում էր գետնին։ Սկսում էր իմ աղջիկը օգնել, հավաքել։ Բայց ասեմ ձեզ, շատ են օգնել իմ երեխաները, որ ես կարողանամ իմ գործով զբաղվել։ Տեսնում էին, որ սիրում եմ։ Հիշողությունները շատ են։ Նույնիսկ կարելի է ասել դպրոցական տարիներից։ Ուսուցչուհիս բնագիտության Անիկ Նուրիջանյան, դե իհարկե հիմա նա տարիքով շատ մեծ է, 100 անց ու կենթանի չի։ Իմ հիշողության մնացել է հիանալի անձնավորություն, բարի, կամեցող, սիրում էի բնությունը իր միջոցով։ Հավաքում էինք ծաղիկներ, չորացնում, ալբոմի մեջ տեղավորում։ Տարիներ անց, երբ դպրոցը ավարտեցի ու բախտ վիճակվեց նույն դպրոցում աշխատել որպես ուսուցչուհի, Անիկ Նուրիջանյանը ինձ ուղեկցեց իր կաբինետ, ցույց տվեց իմ աշխատանքները ալբոմով, ու ես զարմացած էի մնացել, որ ինչպես կարելի է այդքան երկար տարիներ աշխատանքը պահել, ու իմ տպավորության մեջ մի անգնահատելի բան կար, անգնահատելի ուսուցչի կողմից։ Հարյուրավոր աշակերտուհիների մեջ, աշակերտների մեջ ձեր աշխատանքը տասնամյակներ ստացվում է պահել էր։ Ու դա վառ օրինակ էր ինձ համար իմ աշխատանքի առօրյայում։ 80 թվականին, երբ օլիմպիական արջուկը, չէ՞ որ օլիմպիական արջուկը վերջում բարձրացավ վերև, մենք որոշեցինք օլիմպիական արջուկը երեխաների միջոցով պատրաստել մի մեծ բնական նյութերով նկար, օլիմպիական արջուկ։ Եվ մեզ մոտ հաջողվեց դա։ Ու մեծ տեղ տվեցին։ Իսկ ես մտածում էի, ինչու՞ չէ, կարելի է շարունակել այդ գործը բրնձով, տարբեր նյութերով, ոսպով, ակացիայի սերմերով եւ այլ եւ այլ։